Դերասան հումորիստ Աշոտ Ղազարյանը հուզիչ գրառում է արել, անդրադառնալով օրեր առաջ Նիկոլայ Ծատուրյանի մահվան դեպքին։ Աշոտ Ղազարյանը սոցիալական իր էջերում կիսվել է ցավալի լուրից հետո ունեցած իր զգացողություններով։ «Խոսքեր չեմ գտնում կորստի մասին խոսելու համար, իմ լավ ընկեր», գրել էր Աշոտ Ղազարյանը։ Ռուբեն Ծատուրյանը հայրիկի Նիկոլայ Ծատուրյանի մահվանից օրեր անց սոցիալական հարթակներում հրապարակում է արել հուզիչ գրառում անելով. «Ասում են՝ հոգի չկա, ի՞նչն է այդ դեպքում այդքան ցավում ներսումս։ Նիկոլայ Ծատուրյանի կորուստը մեծ ցավ է ոչ միայն ընտանիքի ու հարազատների, գործընկերների համար, այլև ամբողջ հայ ժողովրդի համար։ Սիրված ռեժիսորի մահվան լուրը խորցավով ու կսկիծով է ընդունվել հանրության կողմից։ Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Ծատուրյանը 81 տարեկան էր։ Նա ավելի քան 20 տարի աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։ Դասավանդել է նաև Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։ 1992 թվականից 2004 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Մետրո թատրոնում։ 73 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի Պետրոս Ադամյան թատերախմբի հետ։ Star News-ը ցավակցում է և ձեզ ենք ներկայացնում նաև Նիկոլայ Ծատուրյանի վերջին ֆեյսբուքյան գրառումը, որն առավել շատ խորհուրդ ու պատգամ է հիշեցնում։ Անսիրտ պապի չարագործությունը։ Անձրևեր։ Խոշոր կաթիլներն անխնացեցում էին Երևանի կտուրները։ Դպրոցից ուշանում էի, բայց մի անգամ էլ ստուգեցի 57 թվականին կենտրոնական ջեռուցման սարքի բատարեի վրա դրած ջրով բանկան, որում անկանոն լողում էին գուպիի ծնած ստորակետների չափ 27 ձկնիկները։ Այ տղա, դասերից ուշացար։ Գնացի, մամ։ Դպրոցից համարյա վազելով տուն վերադարձա։ 12 տարեկանի միամիտ երևակայությամբ ենթադրում էի, թե մի 5 ժամվա ընթացքում էս մժղուկները ահագին մեծացած կլինեն։ Շնչասպառ ներս ընկա։ Վայ, բարև պապի։ Վայը տեղին չէր։ Պապս հաճախ էր մեզ այցելում։ Բարև բալես։ Էսօր էս ինչ շուտ եկար։ Էկա ձագերիս տեսնեմ։ Հանկարծ հայտնաբերեցի, որ բանկան չկա։ Բա էս ուր ա։ Ի՞նչը։ Բատարեի վրա բանկեն։ Ինչ եղավ։ Պապի, ուր ա։ Սրա վրա բանկայով ջուրն ինչ գործ ունի։ Բա որ շուռ գար, թափվեր։ Լավ, ուր դրեցիր։ Ջուր էր, թափեցի լվացարանը։ Խելագարի նման ինձ գցեցի լվացարանի մոտ, հույսս չկորցնելով, թե գոնե մի քանի ձկնիկների կհասցնեմ փրկել արհավիրքից։ Լվացարանը դատարկ էր։ Էս ինչ ես արել։ Ջրի մեջ ձկան պստիկ ձագուկներ էին։ Հա, վայ, չեմ նկատել, բալես։ Չեմ նկատել։ Կապկեցի ես։ Մամա, պապիին չասացի՞ր, որ չթափի, որ… Մաման տանը չի, խանութ գնաց։ Թու… Լավ, պապի, քեզով էր խնդրել, որ գաս ու ինչ-որ բաների ձեռք տաս։ Ոչինչ, դեպք է էլի, պատահել է, ներիր։ Խեղճ ձկնիկները կեղտաջրերում գոյության պայքար են մղել։ Ազդեցիկ լինելու համար դպրոցական տերմինոլոգիան օգտագործեցի ու սատկել։ Իսկ դու ընդամենը ներողություն ես խնդրում, հանցանքիդ համար։ Պապս լռեց, գլուխը կախ գնաց, հագավ անձրևանոցն ու ետևից անձայն փակեց մուտքի դուռը։ Հաջորդ օրը ձյուն եկավ։ Դասերից հետո հենց դպրոցի բակում աղջիկներին ձնագնդիկներով էկզեկուցիայի ենթարկելուց հետո տղերքով գնացինք կաֆե, սուրճ ու թեյ խմելու։ Տուն գնալու հավես չկար, բայց պատկերացրի, թե հերս ու մերս անհամբեր ինձ ճաշի են սպասում։ Դասերդ 2-ին են վերջանում, ժամը 4-ն է։ Ուր ես, խստացնելով տոնը հարցրեց կինոռեժիսոր հայրս։ Ճաշը 2 անգամ տաքացրել եմ, դժգոհեց կենսաբան մայրս։ Պապդ էր եկել, ասացինք արի միասին ճաշենք, չսպասեց, գնաց։ Լվացվելիս քթիս տակ մրթմրթացի, երես ունի որ մնա։ Որպես խոսքերիս արդարացում մտա խոհանոց, որ փացած ակվարիումից սգո հայացք նետելու։ Աստված իմ, ջրում լողում էին բանից բեխաբար գույնզգույն հրաշք ձկներ, սկալյարներ, պետուշոկներ, մեչենսոներ։ Վազելով մտա սենյակ։ Մամ, էսքան ձկները որտեղից։ Պապիկը բերեց։
Անտեղյակ ձյունը անաղմուկ շարունակում էր թևածել Երևանի վրա, ծածկելով քաղաքը սպիտակ, անբիծ սավանով։ 80 անց մարդ եմ, բայց 72 տարի առաջ կատարած այս դեպքը դաջվել է հիշողությանս մեջ, գրված էր նրա ֆեյսբուքյան պատին։ Դե իսկ մենք եւս մեկ անգամ ցավակցություններն ենք ուղարկում նրա ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Ներկայացնում ենք նաեւ մի քանի լուսանկար, որոնք այս ընթացքում նա հրապարակել էր իր սոցիալական էջերում։